Ես արդեն 3 տարի է սառեցրել եմ անդամությանը, ուսացությանը եւ հիմա չեմ հարում ոչ իշխանությանը, ոչ ընդդիմությանը։ Սամվել Ալեքսանյանին հարում եք։ Սամվել Ալեքսանյանի հետ ես ունեմ մտերիմ հարաբերություններ տարիներ շարունակ, բայց մտերմության գործոնը չէ, որ ձևավորել են դիրքորոշումը։ Ես իսկապես կարծում եմ, որ մոդեռնիզացվել է շուկան, քաղաքաշինական տեսքը չի աղճատվել, ճարտարապետական տեսքը չի աղճատվել։ Ավելին, ես կարծում եմ, որ Հակ շուկան վերակառուցումից հետո դարձել է հին ու նոր Երևանների կամրջով։ Հետո ես ուզում եմ մեկ բան ասել, ընդդիմադիր լինելը բնավ չի նշանակում բոլոր երևույթները միայն սև գնահատել։ Նույնը իշխանություն լինելը չի նշանակում ամեն ինչը միայն սպիտակ գնահատել։ Մենք պետք է կարողանանք հաղթահարել սև-սպիտակի արհեստական բարդույթը, որ ցավոք սրտի Հայաստանում շատ տարածված է։ Ես խոշոր պարկեր չունեմ, ունեցել եմ շատ փոքր մեկ պարկ, որը մարել եմ իմ ուժերով առանց Սամվել Ալեքսանյանի աջակցության։ Ես խոշոր պարկեր երբեք չեմ ունեցել։ Գիտություն ձեզ ասեմ, ունեցել եմ շատ փոքր պարկ, որը մարել եմ։ Այդ դատական գործընթացը որ գնում է։ Հա, որը մարել եմ միջև այս ակցիաները։ Ես եմ մարել, այլ պարկեր չունեմ։ Սա մեկ, երկրորդը։ Եթե ինձ գումար պետք լիներ, ես առանց քաղաքական կամ այլ նպատակների մարդկային դաշտում գտիմեի պարոն Ալեքսանյանին եւ վստահաբար պարոն Ալեքսանյանը իսկ օժանդակ էր։ Դրա համար բացարձակապես կարևոր չէր, որ ես գամ մասնակցեմ որևէ ակցիայի։ Երբ որ ինձ որոշակի խնդիրների համար տարբեր էտապներում ինչ-որ գումարներ է պետք եղել, այն ժամանակ ակցիաներ չեն եղել, բայց պարոն Ալեքսանյանը միշտ մեծ սիրով աջակցել է, օգնել, այսինքն որևէ կապ չունեն ձեր ասած գումարները, այս ակցիաները եւ եւս մեկ անգամ կրկնեմ, ես խոշոր պատկեր չունեմ։ Լավ, հիմա ինչ-որ աշխատանքով զբաղված եք դուք։ Այո, ես թղթակցում եմ մի քանի կայքերի տեղական եւ դրսի, ինքնաբավ եմ եւ հաստատ ժողովրդական խոսքով ասած իմ գլուխը կարող եմ պահել։ Չեք դուք ընկերական հարաբերությունները շփոթում կոմերցիայի կամ քաղաքականության հետ։ Էլի եմ կրկնում, եթե ես նեղություն ունենամ, կլինեն ակցիաներ, թե չեն լինի, Սամվել Ալեքսանյանի աջակցության կարիքը կզգա կամ չի զգա, ինքը կաջակցի բազմաթիվ մարդկանց է աջակցել առանց քաղաքական մոտիվների, շահադիտության եւ այլն։ Հայաստանում դուք գիտեք, որ վաղուց հասարակությունը քաղաքական համակարգին չի վստահում, թե իշխանությանը, թե ընդդիմությանը։ Այստեղ գաղտնիք չկա, կարծում եմ։ Մեր քաղաքական համակարգը գտնվում է ինստիտուցիոնալ շատ խորը ճգնաժամի մեջ եւ սերնդափոխությունը պետք ըստ երևույթին թե տարիքային, թե գաղափարական արժեքային իմաստով։ Սա ակնհայտ է եւ ցավում եմ իհարկե ստեղծված վիճակի համար, բայց քաղաքական համակարգի արատները տարիների պատմություն ունեն։ Ուղղակի նոր բոլորս ակնհայտորեն տեսնում ենք դրա դրսևորումը։ Ինչ մնում է Մաքսային միությանը, ես տեսակետներ երբեք չեմ փոխում։ Այս Մաքսային միության անդամակցելու ցանկության հայտարարության օրը ես հստակ իմ տեսակետը արտահայտել եմ։ Ես Հայաստանի հեռանկարը տեսնում եմ եվրոատլանտյան ինտեգրացիայի մեջ։ Հետևաբար Մաքսային միությանը մեր երկրի անդամակցությունը համարում եմ երկրի ինքնիշխանության սահմանափակում եւ համարում եմ, որ դա չի կարող նպաստել երկրի զարգացմանը։ Սա ակնհայտ է բազմիցս տեսակետը արտահայտել եմ եւ վերանայման պետք չէ։